Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը, որ խոստացել էր հրապարակել Փաշինյանը, դիվանագիտության դեմ ծաղր է անվանում երկրորդ նախագահի գրասենյակը։ Այսքան ամիսներ այդ սպասումները կհրապարակենք կանդիցիոների մեջ, խալադիլնիկի մեջ, ահագին տանջվել է ոնց որ այդ արանքներից գտելա ու ինչ պարզվեց, որ լեռը մուկ ծնեց։ Մուկն էլ սատկած էր։ Զավեշտալի է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի համար, որ Մեղրի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակ անունով էլեկտրոնային թղթապանակում փաստաթղթի փոխարեն Փաշինյանների ընտանիքին պատկանող հայկական ժամանակի մի հոդված է, որ տպագրվել է 2008-ի փետրվարին, 2 տարբեր օրերի։ Այսինչ թվականին Տեր-Պետրոսյանի շտաբը հայկական ժամանակ թերթի խմբագրությանը տրամադրել է այսինչ փաստաթուղթը փակագծերի մեջ եւ հայկական ժամանակ թերթը փետրվարի 9-ի համարում դա տպագրել է։ Իրանք լավ չեն հիշում նույնիսկ իրանց թերթը երբ ու ինչա տպագրել։ Փետրվարի 13-ին էլ են նույնը տպագրել, այսինքն այնքան սուտ ա եղել, դա այնքան ռեզոնանս չի առաջացել, մի հատ էլ 4 օր հետո են հրապարակել։ Բագրատ Միկոյանը հույս ունի, որ վերջապես կհրապարակվի Քիվեստի փաստաթուղթը, որտեղ չկա մի կետ, որով Մեղրին Հայաստանի իշխանությունը իբրև պատրաստ է եղել հանձնել Ադրբեջանին, ինչպես գրված է Փաշինյանի թերթում։ Մարդիկ հնարավորություն կունենան կարդալ շատ պարզ ու մատչելի թուղթը, հասկանալ, թե ինչով է փոխարինել Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն հերթական մանիպուլյացիոն չեմպիոնությունն է։ Ամեն դեպքում պետության դե յուրե ղեկավարը ինքն է ու իրանց մոտ ընկալումը, ախր տարածքի փոխանակում, տարածքի հանձնում մեկին, մեր սահմանադրությամբ է նույնիսկ արգելված եղել։ Այդ իրանց այսպես կոչված սենսացիոն փաստաթուղթը այնքան հումա ու այնքան ծիծաղելի է։ Դե նկարագրած է բան, որը սահմանադրությունը պարզապես արգելում է։ Իրանք դա չեն հասկանում, որովհետև մեր հողերը տարբեր հատվածներում, տարբեր ձևերով որ հանձնում են Ադրբեջանին, իրանց թվում է բոլոր իշխանություններն են նույն ձև վերաբերվել են։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հորդորում է Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ ծանոթանալ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստորագրված միջազգային փաստաթղթերին, որտեղ երևում է հայկական ամուր դիվանագիտությունը։ Շատ լավ առիթ է 98 թվականին բանակցային սեղանին եղած թուղթը, վերջին թուղթը, համեմատել մադրիդյան սկզբունքների հետ։ Այ այդտեղ երևում է թե դինամիկան, թե դիվանագիտական աշխատանքի ծավալը, թե խորությունը, թե այն ինչպես է կարողացել հմուտ դիվանագիտության շնորհիվ մեր պետությունը ապահովի թե արժանապատվություն, թե խաղաղություն, թե միջազգային պարտներների հետ նորմալ շփում բանակցություններ։ Այդ դա դասական օրինակ է։ Սկիզբը համեմատել վերջի հետ ու տեսնել process-ը։ Իսկ մի փաստաթուղթ կա, որը որ իսկապես մեր հանրությունը պետքա դրան ուշադրություն դարձնի։ Դա 19 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից մերժված, հիշում եք ինքը ասում էր գրած էր նախագահներին, ես հո նախագահ չեմ որ կարդամ։ Այ հենց այդ թուղթն է, սիրելի ժողովուրդ, որը մերժել է Փաշինյանը, որը ինքը պարզապես ասում է այն կողմ եմ դրել, չեմ է կարդացել։ Դրանից հետո հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինքը իր զրոյական կետից էր բանակցում ու հասանք սրան, ինչ որ ունենք։ Այդ 19 թվականի փաստաթուղթը բոլորին խորհուրդ կտամ մանրամասն նայեն, թե ինչ կարող էր լինել ու համեմատել այսօրվա վիճակի հետ։ Բագրատ Միկոյանը նաև նկատում է, ԵԱՀԿ 2019-ի փաստաթղթի մերժումն է բերել պատերազմի։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։